Շնորհակալ եմ Տեր, որ իմ շուրջը դավաճան ու կեղծավոր անձանցից մաքրել ես, փառք ես, ամեն։ Իրականում մարդկության մեջ կա այսպիսի մի բան. երբ որ մեկը սրտով բարի, հոգով բարի, աստվածապաշտ նվիրվում է ուղիղ ասեմ իր հարազատներին, իր մտերիմներին և ամբողջությամբ բարիք է սփռում իր շուրջը, այդ բոլոր անձանց ուղղորդելով լավ ու դրական գեղեցիկ բաների մեջ և ուրախանալով այդ նույն անձանց հաջողություններով, այն ամեն բաներով, ինչի որ հասել են նրանք իրենց կյանքի մեջ, և հետո այդ մարդիկ հոգով սրտով լինելով կեղծավոր ու դավաճան, ագահ, կռապաշտ, նյութապաշտ, ուղիղ ասած Հուդայի ոգով, Աստված տեսնում է այդ ամենը և երբ որ մենք աղոթում ենք մեր Արարչին, խնդրելով, որ մաքրի մեր կյանքը, ազատագրի մեզ վնասակար բաներից, առժամանակ հետո տեսնում ենք, որ մեր հեռախոսը այլևս չի զանգահարում, այդ մարդկանց համարները մեր հեռախոսի էկրանին չեն գրվում, ուղիղ ասեմ, այդ մարդիկ կարող են լինել անգամ մեր հարազատներից։ Մենք միևնույնն է, լինելով աստվածապաշտ, շարունակում ենք աղոթել նրանց հոգու փրկության համար։ Ես այդպես եմ վարվում, որովհետև ես սիրում եմ իմ Փրկչին, ես գնահատում եմ Հիսուս Քրիստոսի խաչի զոհը և խոնարհվում եմ նրա առջև, դրա համար ես նրա նման եմ վարվում, աղոթում եմ ու փրկություն եմ խնդրում ինձ քարկոծողների համար, առավել ևս, եթե այդ մարդիկ իմ մտերիմներից են, իմ հարազատներից են։ Մի վհատվեք, երբ որ ձեզ հետ այսպիսի բաներ են պատահում, ավելի լավ է այդպիսի կեղծավոր ու դավաճան մարդիկ հեռանան և ձեր աղոթքները, մեր աղոթքները թող հասնեն նրանց և նրանք ապաշխարեն ու փրկվեն։